Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապով միանում ենք Թբիլիսի զրուցակիցս հասարակական գործիչ Գեորգի Թումասյանն է։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով հոկտեմբերի 4-ին վրացական ընդդիմությունը փորձել է Թբիլիսիում Մայդան անցկացնել ՏԻՄ ընտրությունների օրը։ Իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու ցուցարարների անհամաձայնությունը ինչի հետ էր կապված, կախակալած էին ընտրություններ պատճառը։ Այո, առհասարակ պետք է ասել, որ Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է, որը սկսվել է ուրեմն 2024 թվականի հոկտեմբերին, երբ միջազգային հանրությունը չճանաչեց, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերը այդ ընտրությունների հետևանքները եւ մուտք չգործեցին խորհրդարան։ Դրանից հետո այդպես կոչված դե ֆակտո վարչապետ Կոբախիձեն հայտարարեց, որ կասեցնում են Վրաստանի Եվրոպական միությունում անդամակցության գործընթացը, որից հետո սկսվել է ամեն օրվա ցույցեր Վրաստանում եւ ցույցերը ամեն օրվա ձևաչափով մինչեւ այսօր շարունակվում են։ Հոկտեմբերի 4-ին երբ նշանակված էր ՏԻՄ ընտրություններ, որտեղ որ ընդդիմության 90%-ը բոյկոտում էր այդ ընտրությունները, զուգահեռ դրա Եվրոպական միությունը նաեւ իր հայտարարությունում բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Մարտա Կոսի նաեւ հայտարարությամբ այս ընտրությունների մթնոլորտը չեն համապատասխանել միջազգային ստանդարտների, ինչպես նաեւ Վրաստանի այդպես կոչված իշխանությունները չեն հրավիրել ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը, որ դիտորդական առաքելություններ լինեն, ներքին դիտորդական առաքելությունները չեն գործել, ուստի ընդդիմության եւ հասարակության օրակարգներ մեծ ցույց կազմակերպել այդ օրը, ինչը տեղի ունեցավ եւ 100,000-ից ավել մարդ հավաքվել էր Ազատության հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ Ռուսթավելի փողոտայում Թբիլիսիում։ Այդ ցույցի օրվա նախաձեռնող խումբը մի քանի մարդ, ով իրանց հրճակել էին այդ նախաձեռնող խումբ, իրանք հայտարարեցին, որ հիմա մեկնում են դեպի Վրաստանի նախագահի նստավայր եւ պետք է մուտք գործեն այդ շենք եւ հասում են, որ ոստիկանությունը պետք է անցնի իրենց կողմ։ Այդ գործընթացի ներքուն բախումներ տեղի ունեցան, ուրեմն Վրաստանի նախագահի նստավայրի մոտ ցույցի միայն մի փոքրիկ մասն էր անցել այդտեղ, ինչը մեզ տալիս է հնարավորություն ասել, որ իրականում այսպիսի ուժի կամ բախման սցենարի գործընթացի աջակից միայն այդ ցույցի շատ փոքր մասեր կողմնակից եւ առհասարակ ցույցի եւ բոլոր ցույցերի գլխավոր նպատակը խաղաղ ձևաչափով Վրաստանում այս պետական հեղաշրջման, որը Իվանիշվիլին կազմակերպել է եւ պետության զավթման գործընթացի դեմ գործելն է։ Բայց ամեն դեպքում փորձ է արվել գրոհել կառավարական շենքը եւ նախագահական շենքը եւ նախագահն էլ հայտարարել է, որ այստեղ նաև օտար ուժերի ուղղորդում է տեսնում, ընդհուպ ուղիղ մեղադրել է Եվրամիությանը եւ նաև արդեն Եվրամիությունից են արձագանքներ նշում, նաև նշել է, որ սա անպատասխան չի մնալու։ Դուք նման հետագից եւ կամ կապ տեսնում եք։ Եվրոպական միությունը արդեն իր հայտարարությունում բոլոր կողմերին, երկու կողմին էլ կոնկրետ ասել է, որ դատապարտում եւ քննադատում է բռնության որևէ դեպքերը եւ փորձը, ուստի փաստացի սրանով դատապարտել է ինչպես դե ֆակտո իշխանության բռնությունը, այդպես էլ ընդդիմության կողմից որևէ բռնության փորձեր։ Հաշվի առնելով սա, ես հստակ կարող եմ ասել, որ Եվրոպական միությունը բռնությանը ոչ միայն չի աջակցել, այլ նաև դատապարտում է նույնիսկ։ Իհարկե, պետք է ասել, որ այո, Վրաստանի հանրությունում դժգոհություն այն աստիճանի է, որ կան քաղաքացիներ, որոնք ծայրահեղ մեթոդների են դիմել, ցույցերը խաղաղ են, բայց կա այդպիսի կոչեր եւ այդ մարդկանց հիմա այդ ուրեմն կազմակերպչական խմբի առաջնորդներին 5 հոգուն հիմա ձերբակալել են հենց այդ ուրեմն կոչերի եւ այդ գործընթացի համար։ Մենք պետք է հասկանանք, որ ինչքան ավելի սահմանափակվում է ընտրությունների եւ խաղաղ ցույցերի գործընթացը, այդքան դժգոհության ալիքը աճում է եւ ցավոք, այո, ինչ որ դեպքերում, ինչը ես նաեւ դրան չեմ աջակցում եւ ասում եմ ինչպես եւ միանում եմ Եվրոպական միությանը, որ ուրեմն բռնի ուժի ձևաչափը չի կարող ներքաղաքական լուծումների ուրեմն ճանապարհ լինի, բայց այդպիսի մոտեցում ունեցող քաղաքացիների թիվը նաեւ կա եւ ցավոք ուրեմն գործընթացը փակուղի է մտնում այն առումով, որ քաղաքական դաշտում էլ ճնշումները բռնապետական համակարգի ձևավորումը ասում է
անպատկերացնելի ուրեմն մի մակարդակի եւ աստիճանի սահմանափակվում են բոլոր ուրեմն ոչ միայն քաղաքական, այլ հասարակական ուժերը, ԶԼՄ-ները, ակտիվիստները եւ այլն, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Լուծումների ինչ ճանապարհ եք պատկերացնում, պարոն Թումասյան, քանի որ դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ նաեւ ձերբակալվել են, ուր կարող են հասնել այս բողոքի ցույցերը, այսինքն շարունակություն կունենան, թե արդեն նահանջ կլինի ինչ-որ իմաստով։ Ոչ նահանջ չլինի, արդեն ոստիկանությունը հայտարարեց, որ ուրեմն կոչ էին անում, որ ցույցերը չշարունակվեին, որովհետև սպառնում էին, որ կկապենք այդ ցույցերը այդ ուրեմն նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետ, բայց չնայած դրա 3 հոկտեմբերի 5-ին խորհրդարանում, ինչպես ամեն օր արդեն 10 ամիս է ցույցը տեղի է ունենում, այդպես էլ 3 էլ տեղի ունեցավ։ Եվ մենք խաղաղ շարունակում ենք հավաքվել եւ մեր ցույցերի միջոցով մեր բողոքը ոչ միայն հայտարարել, այլ նաեւ Եվրոպական միության ուղու վրա վերադարձը պահանջել, նոր ընտրություններ պահանջել, արտահերթ խորհրդարանական որտեսատիմ ընտրություններ էր, որոնք իրավիճակ չեն փոխում, բայց զուգահեռ դրա ես պետք է ասեմ, որ վրացական նաեւ ներքաղաքական դաշտում հստակ իմ դիրքորոշումը ասում եմ, որ Վրաստանում արկա ուրեմն ընդդիմադիր քաղաքական լանդշաֆտը, ձևաչափը, այդ բոլոր ուժերը իմ պատկերացումով սպառել են իրենց քաղաքական հնարավորությունները եւ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա դեռ հենց ընդդիմադիր դաշտում, որովհետեւ մենք տեսնում ենք այս գործընթացում, որ չկա ոչ վստահություն, ոչ աջակցություն արկա ընդդիմադիր ուժերի հանդեպ առհասարակ ցածր մակարդակով առանձին, բայց դա ի վերջո արդյունք չի տալի, մեզ պետք է նոր առողջ ընդդիմադիր ուժեր, որոնք կարողանան իրական այլընտրանք լինել Բիձինա Իվանիշվիլու համակարգի համար եւ իհարկե այդ ուղղությունով աշխատել է պետք, բացի դրանից Ռուսաստանի այստեղ դերը եւ մասնակցության դերը շատ մեծ է եւ մենք տեսնում ենք դա ուղղակի առումով սպառնալիքներ են հնչում Ռուսաստանից, ինչպես նաեւ վրացական երազանքին բացահայտ աջակցություն Դուգինից եւ ոչ միայն տարբեր էլի մարդկանց ես նույնիսկ տեսա որ Հայաստանում այդպես կոչված ընդդիմադիր ուժերը ճակերտներում իհարկե Անդրանիկ Թևանյանը բացահայտ աջակցել է Վրաստանի իշխանություններին եւ իրանց պետականամետ քաղաքականությունը գովել է համեմատել է Հայաստանի իշխանությունների հետ եւ ասել է որ հակառակ իրավիճակն է եւ փաստացի Հայաստանի ընդդիմությունին է կոչել պետականամետ ինչպես Վրաստանի իշխանությունին շատ պարզ է ամեն ինչ, թե Ռուսաստանն այստեղ ում վրա ունի խաղադրույթ արած։ Ինչ սպառնալիքներ են հնչում, պարոն Թումասյան, ինչ սպառնալիքների մասին է խոսքը, որ նշեցիք Ռուսաստանից արդեն սպառնալիքներ են հնչում։ Ես նաև տեսա, որ այդ բողոքի ակցիաներում խաղաղ նաև հոգևորականները մասնակցություն ունեին։ Այո, հոգևորականների ուրեմն հատված մասնակցում են ցույցերում, նույնիսկ առաջնորդում են սեփական ժողովրդին եւ արքիմադրիտ Դորոթեն այսօր նույնիսկ ով ելույթ է ունեցել ցույցի ժամանակ հոկտեմբերի 4-ին այսօր բաց նամակով հղեց միջազգային հանրությանը եւ կոչ է անում, որ օգնեն մեզ Վրաստանի բնակչությանը, որը այսօր փաստացի ռուսական օկուպացիայի տակ է հայտնվել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու իշխանության միջոցով ազատվել այս համակարգից Ռուսաստանը նորից գրավել է Վրաստանը այս դեպքում շատ ավելի ուրեմն խելացի ձևով Վրաստանի իշխանությունի միջոցով բացի նայած որ 20%-ը մեր տարածքների օկուպացված է ուղիղ ռուսական զինվորների կողմից եւ հոգեվորականները կոչ են անում միջազգային հանրությանը որ օգնեն վրաց ժողովրդին միևնույն ժամանակ պետք է ասեմ որ այս օրերի ընթացքում մենք տեսել ենք սոցիալական ցանցերում ռուսական տարբեր աղբյուրներում կոչել, որ եթե Վրաստանի ժողովուրդը ուրեմն իշխանապողություն կազմակերպի այստեղ, այսինքն Բիձինա Իվանիշվիլին ստիպված եղնի լքի իր իրական կառավարման համակարգը, ապա Ռուսաստանը միանգամից ուրեմն զորքերով կմտնի Վրաստան։ Դա է ինչով մեզ սպառնում են եւ դրանով ոչ միայն ռուսական աղբյուրներն են սպառնում։ Վրաստանի իշխանությունները բացահայտ ասում են, որ Մայդան եք ուզում կազմակերպել, իբրև Մայդանը ուկրաինական ժողովրդի անկախության եւ ինքնիշխանության համար պայքար չէր։ Զարմանալի է Մայդանի դեմ իրենց ռետորաբանությունը, որ 100%-ով համընկնում է Ռուսաստանի ռետորաբանությունին, բայց ինչ է զարմանալի, երբ իրանք սպառնում են մեզ Ռուսաստանով, սպառնում են պատերազմով, եթե Վրաստանում ռուս օլիգարխ Իվանիշվիլին կորցնի իշխանությունը։ Ուստի սա նշանակում է, որ իշխանությունը զավթված է,
եւ շատ բարդ իրավիճակ է, այստեղից պարզ եւ հասարակ լուծում չկա, որ լիներ այդ լուծումը, ես բացահայտ կարող եմ ասեմ, որ վաղուց այդ լուծումի վրա ժողովուրդը գնացած կլիներ, մեզ պետք է գտնել ճանապարհ մի կողմից ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու հեռացնելու, մյուս կողմից Վրաստանում խաղաղության օրակարգը պահպանելու, սպառնալիքները նվազեցնելու եւ իհարկե դա նաեւ լրջորեն կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից, Ուկրաինայում նկատի ունեմ եւ առհասարակ Ռուսաստանի ագրեսիվ հնարավորություններից, որի նկատմամբ մենք բոլորս կոչ ենք անում, որ Արևմուտքը ունենա իր հստակ դիրքորոշումը եւ աջակցի Ուկրաինայի ինքնապաշտպանողական այդ գործողություններում, որովհետեւ միայն Ռուսաստանի պարտությունը կարող է իրականում բերել նրա, որ Վրաստանի հանդեպ սպառնալիքներ չեն լինի։ Եվ քանի որ պատերազմի սպառնալիքների մասին խոսեցիք, պարոն Թումասյան, այդ իմաստով որքանով է մեծ այդ ռիսկերը թեկուզ քաղաքացիական պատերազմի իմաստով, որովհետև գիտեք, այդ իմաստով էլ հայտարարությունները շատ են, որ սա կարող է բերել քաղաքացիական պատերազմի եւ ընդդիմության վերջնանպատակը եւ նաեւ ցուցարարների վերջնանպատակը իշխանափոխության հասնելն է։ Իհարկե ընդդիմության վերջնանպատակը եւ ժողովրդի ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու իշխանությունը փոխելն է, ոչ թե որևէ վարչապետի, որոնց ինքը նշանակում է, դա կարևորություն չունի։ Իսկ նույնիսկ օրակարգում չկա կոնկրետ այլընտրանք, որը խոսում են, որ խոսքին այս այլընտրանքը պետք է անպայման գա իշխանություն, հարցը հենց իշխանափոխությունն է, նպատակը դա է։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, կհիշեցնեք ինչու է պատերազմի վտանգը Ռուսաստանի եկող նույն սպառնալիքների իմաստով, այսինքն մեծ է վտանգը, թե սա պարզապես հիբրիդային պատերազմի տար է, փորձում են այդ կերպ վախեցնել եւ սպառնալ եւ նաեւ իհարկե հիբրիդային պատերազմի բաղադրիչներ ունի, բայց պետք է բացահայտ ասել, այն իրավիճակում երբ Ռուսաստանը կորցրել է բոլոր պետությունները հետ սովետական տարածաշրջանում բացի Բելարուսից եւ Վրաստանից, Վաշինգտոնի 8-ի օրակարգով Հայաստան, Ադրբեջան եւ նույնիսկ Կենտրոնական Ասիան ազատվեց, Ուկրաինայի պայքարի շնորհիվ Ուկրաինան եւ Մոլդովան, ապա Ռուսաստանը ես կարծում եմ, որ այս վտանգները իրական են, ուստի դա նաեւ նշանակում է, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանային փոփոխություններ, դա նշանակում է, որ անհրաժեշտ է Հայաստանից ռուսական զորքերի հանումը ի նպաստ Հայաստանի սուվերենության, բայց նաեւ որ իրանք չլինեն օգտագործված կամ Հայաստանի կամ Վրաստանի դեմ, բացի դրանից Վրաստանի անպայման պետք է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երեք մեր հարևանների հետ ունենա այնպիսի հարաբերություններ, որոնք կնպաստեն Վրաստանի անկախության եւ սուվերենությանը եւ իհարկե միջազգային հանրության աջակցությունը Ուկրաինային պետքա բերի մարտի դաշտում իրավիճակի փոփոխությանը, որը կաջակցի նրան, որ Վրաստանում զուգահեռ մենք պետք է ձևավորվի իհարկե առողջ ընդդիմադիր ուժերով կկարողանան ուրեմն կառավարել պետությունը այնպես, որ դա չստեղծի մարտահրավերներ եւ այստեղ եւս մեկ անգամ հիշեմ Հայաստանի իշխանությունների ճիշտ բալանսավորված քաղաքականությունը, որը կարողանում են ճիշտ օրակարգով շարժվել, ցավոք Վրաստանում այսօր իշխանությունները նրա փոխարեն որ օրինակ վերցնեն Հայաստանի իշխանություններից արևմուտքի հետ բալանսավորված քաղաքականություն վարեն, միևնույն ժամանակ սպառնալիքները նվազեցնեն ուրիշ ուղղություններով, Վրաստանի սուվերենության անվան տակ հանձնել են այս սուվերենությունը ամբողջությամբ Ռուսաստանին եւ մեր պետականազրկման օրակարգով են շարժվում հակառակ Հայաստանի, որտեղ որ պետական համակարգը իրականում հզորանում է եւ դա է իմ պատասխանը, նայեք, ինչպես արդեն նշեցի, այդպես կոչված Հայաստանի ընդդիմադիր դաշտին, որը այդպիսի համեմատություն արեց այսօր իդեմս Անդրանիկ Թևանյանի։ Եվ փորձեմ ամփոփել, պարոն Թումասյան, քանի որ դուք էլ խոսեցիք տարածաշրջանի առումով գլոբալ, տեսեք, Վրաստանում իրավիճակը գրեթե 1 տարի է ինչ շարունակվում է, այսինքն խորհրդարանական ընտրություններից հետո ժողովուրդը իր անհամաձայնությունն է արտահայտում, բայց տեսնում ենք, որ շոշափելի արդյունքներ այդ իմաստով դեռևս չկան։ Հայաստանում ինչ հետևություններ պիտի անեն նաև ստեղծված իրավիճակից նկատի ունեմ, այստեղ էլ 2026 թվականին մոտենում են խորհրդարանական ընտրությունները, հիմա այստեղ ինչ հետևություններ պիտի արվի եւ 2026 թվականին ընդառաջ նույն մտավախությունները կարելի է ունենալ Հայաստանի պարագայում։ Իհարկե կարելի է ունենալ, որովհետև մենք տեսնում ենք, որ նույն մեխանիզմներն են պատրաստվում օգտագործել առաջի հերթին, եթե Վրաստանում այսօր Ռուսաստանն է գտնվում իշխանությունում, ապա Հայաստանում իրանք ուզում են նորից իրանց գործակալներին վերադարձնել իշխանություն։ Դա պետք է հաշվի առնի Հայաստանի ինքնիշխան իշխանությունը այսօր եւ հանկարծ որևէ դեպքում թույլ չտա ահաբեկչության
փորձեր, նկատի ունեմ առաջերտին սպառնալիքին պատկերացումով գալիս է դաշնակցությունից այդ ուղղությունով, ինչ վերաբերվում է գլխավոր քաղաքական սպառնալիքի, ապա իհարկե դա մեր եկեղեցին օգտագործելն է հայոց պետության շահերի դեմ եւ Կտրիչ Ներսյանից եկեղեցին, որ պետք է ազատվի, դա շատ կարեւոր հարց է, որովհետեւ Ռուսաստանը կարողանում է օգտագործել եկեղեցիները հենց այդ ուղղությունով եւ ամենագլխավոր հարցը կասեի, որը մեր ամենացավալի փորձն է Վրաստանում, ռուս օլիգարխը, որը բերում է հարյուրավոր միլիոն դոլար ծախսելու ուրեմն պետությունում, գնելու, կաշառելու, ընտրողի ձայնը, խաբելու մարդկանց ամենալավ եւ ժողովրդավար խոստումներով հյուսիսային Կորեա ստեղծելու, մենք այդպիսի փորձ ունենք Վրաստանում, դա ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է եւ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, Հայաստանի հանրությանը, բոլորին հանկարծ որևէ դեպքում չխափնվենք ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի ամենաստոր իրականում մոտեցումին, որովհետեւ ինքը խոստանալով իբրև Ռուսաստանին չի բերում իշխանություն, իբրև նախկին իշխանությունին չի բերում իշխանություն, իբրև հարուստացնելու է հայ ժողովրդին եւ տնտեսությունը զարգացնելու, իրականում պատրաստվում է կրկնել Իվանիշվիլու սցենարը, Հայաստանը հանձնել Ռուսաստանին ամբողջությամբ եւ չեղարկել ընտրությունները, չեղարկել ժողովրդավարությունը, ԶԼՄ-ների ազատությունը եւ համոզեցնում եմ ձեզ, այդ սխալը թույլ տալու դեպքում Հայաստանում էլ ընտրություններ չեն լինի առհասարակ, ոնց որ Վրաստանում հիմա չկան ընտրություններ, ուստի ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի քաղաքական օրակարգը պետք է տապալվի, բայց դրա համար ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին զրկեք իրան հնարավորությունից ծախսել իր ռուսական գումարները այդտեղ, որովհետեւ դա իր սեփականությունը չի, իրան տվել են, որ ինքը բերի հիմա ծախսի Հայաստանում, որ ինքը չկարողանա կաշառել մեր բարդ իրավիճակում սոցիալական գտնվող ժողովրդին։ Եվ պարոն Թոմասյան, արդեն հայտարարություններ ենք լսում, օրինակ նույն Գյումրու քաղաքապետը քանիցս կրկնել է, որ Հայաստանը տեսնում է միութենական պետությունների կազմում, սրանք արդյոք վտանգավոր հայտարարություններ չեն եւ արդյոք ընդդիմությունը արդեն չի բարձրաձայնում իր մտադրությունների մասին։ Վտանգավոր է, բարձրաձայնում են, Ռոբերտ Քոչարյանն էլ է դրա մասին խոսել, բայց ամենագիտեք մեծ սպառնալիքը որտեղից է գալի։ Սամվել Կարապետյանից, որը դրա մասին չի խոսում, որովհետև ինքը պատրաստվում է դա անել առանց խոսելու։ Այս մարդիկ չեն քվյարկի, որովհետև գիտեն, որ միութենական պետություն մտցնելը նշանակում է հայկական պետության չեղարկում առհասարակ։ Սա նույնիսկ համեմատել չի կարելի Եվրոպական միության անդամակցության հետ։ Ուստի սա նշանակում է, որ սա պետական դավաճանության գործընթաց է եւ պետք է սահմանափակվի իհարկե այդ հնարավորությունները իրանց, բայց ամենամեծ սպառնալիքը այնտեղ է, որը միայն այսպես ասած գունավոր եւ ճոխ հարուստ ապագա է խոստանում առանց քաղաքական օրակարգների ժողովրդին, առանց կոնկրետ ասելու, որ մտցնելու է Հայաստանը Ռուսաստանի կազմ, բայց ի վերջո դա է անելու։ Բիձինա Իվանիշվիլին այստեղ մեզ ժողովրդավարության աննախադեպ մակարդակ էր խոստանում, տնտեսության զարգացման նաեւ, բայց բերել է այսօր Վրաստանը Բելարուս եւ Հյուսիսային Կորեա է դարձնում, որտեղ որ առհասարակ հարցի տակ է ուրիշ կարծիք, ընդդիմադիր կարծիք, հասարակության, քաղաքացիական հասարակության գոյության հարցը նույնիսկ։ Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է կիրառեն պողպատե մանդատը, որ պաշտպանեն Հայաստանի պետության սուվերենություն եւ ինքնիշխանություն։ Դա իրաց պարտականությունն է եւ պետք է անեն։ Այսինքն ուժերի նույն դասավորությունն է ստեղծվել Հայաստանում եւ 2026 թվականը մեզ համար շատ խորհրդանշական է լինելու այն առումով, որ դուք նշեցիք, այսինքն մենք կարող ենք գնալ կամ Վրաստանի սցենարով կամ Մոլդովայի սցենարով, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե եւ հանկարծ որևէ դեպքում Իվանիշվիլի երկու վրացական սցենարով կամ Լուկաշենկոյի սցենարով չպետք է շարժվենք, պետք է գնանք Մոլդովայի սցենարով եւ Հայաստանը անպայման պետք է պաշտպանի օգոստոսի 8-ի օրակարգը իր արևմտյան եւ ինքնիշխան մոտեցումները եւ խաղաղության օրակարգը իհարկե եւ դրա շնորհիվ նաեւ ամրապնդի Վրաստանի թիկունքը, որովհետեւ հիշեցնեմ, որ երկար տարիներ, երբ Հայաստանը փաստացի օկուպացված է Ռուսաստանի կողմից, Վրաստանն էր, որը կարողանում էր պահել Հայաստանի փաստացի ճակատը այն առումով, որ Ռուսաստանը չմտցներ Հայաստանը իր կազմ, չունենալով ընդհանուր սահման, ուստի հիմա այդ առաքելությունը Հայաստանի վրա է։ Շնորհակալ եմ պարոն Թոմասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնում, որ Թբիլիսիից տեսակապի միջոցով մեզ էր միացել հասարակական գործիչ Գեորգի Թոմասյանը, կհանդիպենք։